Տեր Հայր, Սատանան ինչու խաբեց մարդուն եւ ինչու օձի միջոցով։ Սիրելիներս, նախ իր նախանձի եւ ատելության պատճառով։ Քանի որ ինքը հրեշտակների գլուխը լինելով Արուսյակ հրեշտակապետը ապստամբեց Աստծո առջև, իր պատճառով շատ հրեշտակներ ցանցան դժողքի բաժին դարձան, ինքը չհանդուրժեց այդ ամենը, փորձեց մարդուն, որ Աստծո պատկերով նմանությամբ էր ստեղծված, քաշել այդ մեղքի մեջ։ Եթե միայն իր ապստամբությունն էր, դա իր միակ մեղքը կլիներ, բայց ամեն ինչ արեց, որ մարդն էլ Աստծո հանդեպ ունեցած հնազանդությունը, որդիական սերը կորցնի եւ Աստծո հանդեպ ապստամբելով հեռանա։ Այդպես է նաեւ չար ու նախանձ մարդիկ, նրանք ովքեր որ չեն կամենում ուրիշը լավ ապրի, երջանիկ լինի, ուրախ լինի, փորձում են ամեն ինչ անել իրենց պես մեղավոր կյանքի քաշել, որովհետեւ այդ մարդկանց ցավ պատճառելով, դժբախտություն պատճառելով Սատանան հրճվում է եւ կարծես թե Աստծո սրտի մեջ նետ է մտցնում, սրով խոցում է Աստծո սիրտը, որտեղ դա միակ ցավն է, որ Աստված զգում է, երբ որ իր պատկերով ստեղծված մարդը, իր որդու միջոցով ազատագրված, փրկված մարդը նորից վերադառնում է մեղքին եւ Սատանայի պես նախանձոտ, ապստամբ կյանքով ապրում է եւ հարատևում է այդ ատելության մեջ։ Ինչու օձի միջոցով արեց, որովհետև չար ու նախանձ մարդիկ միշտ գնում են գտնում անիրավ կեղտոտ մարդկանց, որոնց միջոցով սուրտ վկայություններ են անում արդար մարդու իրավունքը խլելու համար։ Քանի որ օձ ինքը բնականից թույնով էր, Սատանեն պետք էր այդպիսի մի գործիք, որ կարող էր խաբել, որ ինքը երեսրեպտի սողար, ուղիղ քայլելու ընդունակ չէր, միայն կեղծավորությամբ ու չարությամբ կարող էր Աստծո պատվիրանը շուռ տալ։ Դրա համար օձը խաբեց մարդուն Աստծո պատվիրանը նենգափոխելով եւ մարդը հավատաց եւ զրկվեց հավիտենական կյանքից։ Դրա համար մարդիկ էլ ովքեր նախանձ ու չար են, գտնում են այդպիսի մարդիկ իրենց կյանքի մեջ գործիք են դարձնում մարդկանց Աստծոց հեռացնելու համար։ Այն մարդ, ով իր ընկերոջ հետ խոսում է մեղքի մասին, հրապուրում է մեղքով, փորձում է ասել, որ Աստծո պատվիրանը պետք չէ պահել, մենք մի կյանք ենք ապրում, մեկ հնարավորություն ենք, եկեք վայելենք, մեղք էլ գործենք, ամեն կյանքով էլ ապրենք, միշտ հիշեք, որ այդ մարդիկ Սատանայի խոսքերը խոսում են իրենց բերանով եւ քեզ կորստյան մատնելու համար են։ Որը մենք պետք է զգուշ լինենք, որ այդ թույնը երբևէ չթափանցի մեր սրտերից մեզ, մեր սիրտը Քրիստոսին պատկանի, որպեսզի մենք միշտ որդիական զգացումով հարատև խաղաղության երջանկության մեջ կարողանանք ապրել մեր հավիտենական Հոր հետ։